Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում պատերազմին, սակայն կառուցում է արդյունավետ եւ ժամանակակից պաշտպանական համակարգ։ Նրա խոսքով բանակի բարեփոխումները ներառում են զինտեխնիկայի արդիականացում, սպայական կազմի պատրաստման բարձրացում եւ զինծառայողների սոցիալական պաշտպանության ուժեղացում։ Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի պաշտպանվելու իրական կարողություն։ Երևանը եւ Բաքուն համաձայնության են եկել հեղուկ գազի եւ բիտիումի երկաթուղային տարանցման շուրջ Ադրբեջանի տարածքով։ Այս քայլը դիտարկվում է որպես տնտեսական համագործակցության առաջին գործնական արդյունք երկարատև հակամարտությունից հետո եւ քաղաքական կարգավորման համատեքստում։ Բանակի օրվա կապակցությամբ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քննադատել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, նշելով, որ կառույցը չարձագանքեց Հայաստանի անվտանգության մարտահրավերներին։ Նրա խոսքով սա ստիպում է Հայաստանին վերանայել իր անվտանգության ճարտարապետությունը եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Հունվարի 28-ին Հայաստանի ողջ տարածքում անցկացվում են պետական եւ հանրային միջոցառումներ, նվիրված բանակի օրվան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում երկրի ղեկավարությունը, падգամավորները եւ հասարակական գործիչները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին։ Միջոցառումները խորհրդանշում են բանակի առանցքային դերը Հայաստանի պետականության պահպանման գործում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը, ընդգծելով ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ եվրոպական չափանիշների ներդրման կարեւորությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությամբ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր մակարդակներում։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Վերջինս նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։ Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։ Սահմանափակումները վերաբերում են Կոդա-Պարսխիսի Մանգլիսի Ծալկանինոց Մինդա ճանապարհի 94-ից 146 կիլոմետր հատվածին։ Կցորդիչով եւ կիսակցորդներով տրանսպորտային միջոցներին արգելվում է ճանապարհն անցնել երեկոյան ժամը 20:00-ից մինչև առավոտյան 10:00-ն։ Սահմանափակման պատճառը մերկասառույցն է։ Բեռնատարներին թույլատրվում է երթևեկել այս ժամերին։ Մյուս բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։ Ստրասբուրգում ՀՀԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան։ Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը կոնվենցիան ստորագրելու եւ այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանջանքերին միանալու համար։ Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նիստում հանդես է եկել Հայաստանի օգտին կարևոր եւ քաղաքականապես նշանակալի հայտարարությամբ, ընդգծելով հայ ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու իր ժողովրդավարական ապագան։ Նրա խոսքով Հայաստանը ներկայումս բախվել է լուրջ արտաքին մարտահրավերների, այդ թվում քաղաքական ճնշումների, հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվական լայնածավալ արշավների։ Սանդուն նշել է, որ նման գործընթացները վտանգում են ոչ միայն առանձին երկրների ինքնիշխանությունը, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությունը։ Մոլդովայի նախագահը վստահեցրել է, որ Քիշնևը համերաշխ է Երևանի հետ։ Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության եւ դատական համակարգի անկախության հարցերում, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը եվրոպական արժեքների հիման վրա։ Հայաստանում նկատվում է ներքաղաքական գործընթացների ակտիվացում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հանրապետություն կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է իր առաջնորդ Արամ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին։
Հայտարարության ընթացքում Սարգսյանը ներկայացրել է կուսակցության հիմնական քաղաքական առաջնահերթությունները, ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների խորացումը, պետական կառավարման ինստիտուցիոնալ ամրապնդումը եւ Եվրոպական միության ու Եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության ընդլայնումը։